Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Պողոսյան, ես ձեր զեկույցում տեսակ չհանդիպեցի կամ չլսեցի կիբերհանձագործությունների կամ զեղծարարությունների վերաբերյալ որևէ ցուցանիշ, հարցս վերաբերում է վերջին շրջանում բանկերի կողմից կամ բանկերի քարտապանների մասով զեղծարարություններին, ես նկատել եմ, որ տուժողը զեղծարարության զոհ դարձածը դիմում է քննչական կոմիտե եւ ստանում է ինչ-որ ժամանակ հետո, որ ինքը տուժող չէ, չի հանդիսանում տուժող, դա մի դեպք։ Երկրորդը, լինում են դեպքեր, երբ զեղծարարության դրվագով ուսումնասիրություններ կամ երկարում են կամ արդյոք հագեցվածության, մասնագիտական կարողությունների խնդիր ունի քննչական կոմիտեն եւ այդ մասով կաղում է կամ խնդիր է տեսնում, որովհետեւ շուտով ընդունել ենք նաեւ այլ օրենսդրական նախաձեռնություններ կան, որոնք ուժի մեջ մտնելուց հետո կրիպտոակտիվների մասին օրենքը, դուք պետք է բավականին լայն հագեցվածություն եւ մասնագիտական կարողություններ ունենաք, որովհետեւ գնալով ավելի շատանում են նման դեպքերը։ Շնորհակալություն հարցի համար Տիկին Մանավազյան։ Նշեմ, որ ինչպես տեղյակ եք, քննչական կոմիտեում գոյություն ունի առանձին մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանում, որը զբաղվում է կիբերհանցագործությունների այդ ոլորտում տարբեր դրսևորումներով ըստ էության հանցավորության դեմ պայքարում եւ նախաքննությունը հիմնականում իրականացվում է տվյալ ստորաբաժանում։ Մենք վերջին ժամանակահատվածում, այո, կապված բանկային խարդախությունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր ունենք եւ բազմաթիվ քրեական վարույթներ ունենք։ Իմ հաշվետվության մեջ առանձին դրանց չեմ անդրադարձել, որովհետեւ եթե ձեզ թվային որոշակի պատկեր ապեք, ես կարող եմ գրավոր պատասխանել առանձին վիճակագրություն ներկայացնել այդ մասով, բայց նշեմ, որ մենք հիմա բազմաթիվ բացահայտված քրեական վարույթներ ունենք եւ քննչական կոմիտեն նաեւ պարբերաբար հաղորդագրություններ է տարածում թե այդ ոլորտում ինչ բացահայտումներ ունենք այն դեպքերով, որոնցով որ անձինք կամ հանցավոր խմբի անդամներից որոշ մասնակիցներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, մենք հիմնականում դրանցով ունենք լավ արդյունքներ, լավ պայմանականորեն, այսինքն քրեական հետապնդման ենթարկված անձինք ունենք եւ դատական հեռանկարի առումով ավարտված վարույթներ ունենք, բայց գիտեք, որ այդ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Դերերի բաշխումն այնպես է, որ հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, դա վերջի ժամանակահատվածում նաև մենք ունենք այլ պետությունների հետ համագործակցության արդյունքում նաև ստեղ կատարված, երբ որ այլ պետություններում ըստ էության կատարված հանցագործությունները նաև դերակատարները նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էին, այդ մասով էլ նաև հաղորդագրություն է տարածվել, երբ որ մենք համագործակցելով նաև այդ խումբը բացահայտեցինք, այս առումով այսքանը, բայց ես ուզում եմ նշեմ, որ երբ որ այդ վարույթները ուսումնասիրվեց նաև իմ մոտ քննարկելու արդյունքում, երբ որ վերհանվեցին խնդիրները, մեզ համար առաջնային կարգով մինչև հանցագործությունների հետ կապված հետևից գնալը մեզ համար խնդիր էր առաջնային, որպեսզի այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որպեսզի նախ կանխենք հետագա այն խոցելի հատվածները, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի հանցավոր կազմակերպության անդամները հափշտակեն այդ գումարները։ Ես դրա հիման վրա իմ կողմից կենտրոնական բանկի նախագահին միջնորդագիր հասցեագրվեց, որպեսզի այնպիսի գործիքակազմ եւ այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որպեսզի այդ խարդախները հնարավորություն չունենան կոնկրետ քաղաքացուց գումարներ հափշտակեն կամ առավելապես նրանց գործը բարդանա։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ գործարքները հիմնականում կատարվում էին մի քանի բանկերի միջոցով եւ միջնորդագրի քննարկման արդյունքում ըստ էության նաեւ հանձնաժողով ձևավորվեց եւ այդ հանձնաժողովը հիմա աշխատում է, սկսած թե ինչպիսի մեխանիզմներ ներդրեն, որպեսզի նույնականացվի, որ դա հենց բանկի հաճախորդն է։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, արձագանք։ Շատ լավ, պարոն Պողոսյան, բայց կարծում եմ հիմք չի, երբ զեղծարարության հետագծելիությունը հետո հանդիպում ենք, այսինքն երկրից դուրս
դրվագին, որովհետև անգամ այդ դեպքում պետքա լինի պատասխանատվություն, բայց հաջորդ հարցս, եթե կհասցնեմ տալ, մասնավոր դեպքի է վերաբերում, ինձ դիմել է քաղաքացի Սևան քաղաքից Արսեն Սաղաթելյանը, ով 2023 թվականին որդու հետ, 15-ամյա որդու հետ ծեծի է ենթարկվել եւ արդյունքում 2 տարի է անցել, նախաքննության փուլում է գործը, քրեական գործը հարուցվել է եւ ինձ զարմացնում է հետեւյալը, որ 2 տարվա ընթացքում դեռ ի պատասխան իմ հարցմանը ստանում եմ, որ դատաբժշկական փորձաքննությունը նորից դեռ շարունակվում է։ Պրակտիկայում դա ոնց եք պատկերացնում, հնարավոր է 2 տարի դեռ շարունակվի դատաբժշկական փորձաքննություն, արդյոք չեք կարծում, որ մեր ձեր գործողությունները ոչ թե պետք է միտված լինի հետևանքին, այլ պատճառի, ոչ թե պետք է լինի հետևանքին, այլ պատճառին, որտեղ հետագայում նաև նման գործելավոճը ձգել, երկար գործը թողնել եւ չունենանք նախաքննության փուլից հետո չունենանք տուժող եւ գործը մնա այդպես կախված, բերելու է այլ հետևանքների։ Շնորհակալություն Տիկին Մանավազյան։ Նշեմ, որ ես կոնկրետ փորձաքննությունների տեսակներով չառանձնացնեմ, սակայն ըստ էության նշեմ, որ կապ չունի թե ինչ տեսակի փորձաքննություն է նշանակված, դա կլինի դատաբժշկական փորձաքննություն, հաշվապահական փորձաքննություն կամ այլ տեսակի փորձաքննություններ, կոնկրետ կախվածագործի այն ելակետային տվյալներից, որոնք որ անհրաժեշտ է փորձագետին, որպեսզի ինքը հանգի որոշակի հետևության։ Մենք ընդհանրապես դատաբժշկական փորձաքննությունները որպես կանոն ավելի արագ են կատարվում, քան օրինակ իմ մատնանշած դատահաշվապահական կամ դատաապրանքագիտական շինատեխնիկական բնագավառի փորձաքննությունները, դատաբժշկական փորձաքննությունները ավելի արագ են կատարում, սակայն լինում են դեպքեր, երբ որ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ է փորձագետին որոշակի ելակետային տվյալներ, այդ պատճառով հնարավոր է նաև դատաբժշկական փորձաքննությունը երկարի։ Ես այդ անհատական չեմ ցանկանում կոնկրետ ինչ-որ գործի հանգամանքներին անդրադառնամ, ես չգիտեմ այդ գործի հետ կապված հանգամանքներ թե կոնկրետ երբ է նշանակվել, ինչն է հանդիսացել փորձաքննության ձգձգման պատճառ, սակայն մի կարևոր հանգամանք ուզում եմ մատնանշեմ եւ ընդգծեմ, անցած տարեվերջին իմ կողմից հանձնարարվեց ենթակա ստորաբաժանումներին վերհանել բոլոր ստորաբաժանումներում կատարված փորձաքննությունները, փորձաքննությունների ձգձգման պատճառները վերհանել, կապ չունի թե ինչ տեսակի փորձաքննություններ էր եւ հատկապես ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե արդյոք արկա են փորձաքննություններ, որոնք ձգձգվել են քննիչի կողմից անհրաժեշտ ելակետային տվյալներ չտրամադրելու պատճառաբանությամբ։ Եվ ցավով եմ արձանագրում, որ մենք ունեցանք բազմաթիվ դեպքեր, երբ որ փորձագետները փորձաքննության համար եզրակացություն տալու համար որոշակի ելակետային տվյալներ էին տրամադրել եւ ուշացրել էին եւ հիմա այդ խնդիրը լուծվել է։